Մոտ 10 նոր շարունակված բանակցություններից հետո ընդդիմադիր 3 ուժեր համաձայնել են մարտի 1-ին միասնական հավաք երթ անցկացնել ընդդեմ պետական ահաբեկչության կարգախոսով։ Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ Նոր Հայաստանի համատեղ հաղորդագրությունում նշվում է, որ հավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով կհասնեն Միասնիկյանի արձանի մոտ, որտեղ 8 տարի առաջ արյունալի բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։ Հայ ազգային կոնգրեսի հետ անցած օրերին այս հարցով բանակցող հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքազյանը Ազատության հետ զրույցում նշեց, հավաքին մասնակցելու առաջարկ են արել նաև այլ ուժերի, այդ թվում քաղաքացիական պայմանագրի եւ քաղաքացիական նախաձեռնությունների։ Մենք համաձայնության ենք եկել գլխավորի շուրջ, որ կա վտանգ, այդ վտանգի դեմ պետք է պայքարել եւ միացյալ ուժերով եւ այդ ավտորիտար բռնակալության հաստատումը Հայաստանում պետք է ամեն կերպ թույլ չտալ։ Սա չի նշանակում, որ սա այս երկու ուժերն են, 3 ուժերն են լինելու, այլ կլինեն նաև այլ ուժեր, որոնք կմիանան եւ մենք առաջիկա օրերին պիտի նաև այդ բանակցությունները ավարտենք։ Ուստի այս ամբողջ քննարկումները շատ կարեւոր ենք համարում ժողովրդավարական ուժերի ընդհանուր հայտարարի գալու իմաստով, այսինքն ճշգրտելու հարցերի այն տիրույթը, որի շուրջ կա միասնական դիրքորոշում ընդդիմության մեջ։ Սա ամենակարևոր արդյունքն է, որը նոր լիցք կհաղորդի բոլորի պայքարին։ Այլ մանրամասներ չհաղորդելով Չուքազյանը փոխանցեց, որ հավաք երթին կլինի միասնական օրակարգ եւ միասնական հայտարարություն։ Դրանց բովանդակության ու ռազմավարության վերաբերյալ ճշգրտումները կարվեն ավելի ուշ։ Բոլոր հնարավոր եղանակներով։ Բոլոր։ Այստեղ չպետք է տարբերություն դնել հնարավոր պայքարի եղանակների միջև։ Բոլորը ընդունելի են։ Միայն թե արդյունք լինի։ Բոլոր այն ուժերը, որոնք տարբեր մարտավարություն ունեն, պետք է միավորվեն իրանց գաղափարական նախհիմքի վրա եւ հետո գործողությունների մեջ, ինչպես որ մարտի 1-ը առաջի այդպիսի գործողությունը կարող է դառնալ։ Մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտ էին ներկայացրել թե Հայ ազգային կոնգրեսը, թե Նոր Հայաստանը, երկուսն էլ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել։